Բարի օր, եթերում է Ազատություն ռադիոկայանը, ես Հեղինե Բունյատյանն եմ եւ այսուհետ ամեն օր այս ժամին ես եւ իմ գործընկերները կներկայացնենք լրահոսի ամենակարևոր ու քննարկվող թեմաներից մեկն ամենայն մանրամասնությամբ։ Այստեղ այս ստուդիայում կզրուցենք խնդիրը լուսաբանող ազատության լրագրողների, մասնագետների եւ պատմության կենտրոնում հայտնված մարդկանց հետ, որ պարզենք ինչ է եղել, ինչպես եւ ինչու։ Այնինչ անհնար է անտեսել ու նաեւ այնինչ գուցե մինչ օրս վրիպել է մեր ուշադրությունից։ Ամեն օր մեկ թեմա, ամեն օր մեկ պատմություն, որ փոխում է այսօրն ու վաղը։ Уважаемый Ильхам Гейдарович, подчеркну, что Россия придает большое значение развитию многоплановых дружеских отношений с Азербайджаном. В основе этих отношений лежат принципы равенства, учета интересов. Վստահ եմ, որ դժվարին տարիներին ձևավորված բարեկամության եւ փոխօգնության փառահեղ ավանդույթները կշարունակեն հուսալի հիմք լինել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև բարեկամական դաշնակցային հարաբերությունների համար։ Օրեր առաջ գրել էր Ռուսաստանի նախագահը Ադրբեջանի առաջնորդին երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյակի հաղթանակի առթիվ ուղարկված հեռագրում։ Պուտինի շնորհավորանքից օրեր անց էլ Բաքու էր ժամանել համայն Ռուսո պատրիարք Կիրիլը, Ադրբեջանն անվանել օրհնված երկիր եւ պնդել, որ Աստծո օրհնությամբ հարաբերությունները կշարունակեն ջերմանալ։ Առաջին հայացքից ամեն բան կարծես հարթ է, բայց այս ֆոնին զուգահեռ Ադրբեջանի արտգործնախարարությունն ու լրատվամիջոցները մի քանի օր է հայտարարում են, թե Մոսկվան անբարյացակամ քայլեր է ձեռնարկում, հիբրիդային պատերազմ է վարում Ադրբեջանի դեմ եւ պետք է պատասխան տա։ Ինչի շուրջ է լարվածությունը եւ ընդհանրապես կա լարվածություն թե ոչ։ Այս մասին ենք այսօր զրուցելու իմ գործընկեր Լուսինե Մուսայելյանի հետ։ Բարի օր, Լուսինե, մի քանի օր է լրահոսում ռուս-ադրբեջանական թեման է շատ ակտիվ, Բաքվից ինչ-որ դժգոհություններ եւ պահանջներ են ներկայացվում Մոսկվային, ինչ-որ դիվանագիտական նոտաներ են փոխանցվում, երբ եւ ինչից է սկսվել այս լարվածությունը։ Բարի օր Հեղինե, այո, վերջին միջադեպը ադրբեջանցի падգամավոր Ազեր Բադամովի անվան շուրջ էր։ APA xəbər verir ki, nümayəndə heyətinin tərkibinə daxil olan deputat Azər Badamov Moskvada hava limanında saxlanılıb və ona Həştərxan reisinə minməyə icazə verilməyib։ Նախահորտվեց, որ Ռուսաստանը ձերբակալել, ապա արգելել է ադրբեջանցի падգամավորի մուտքը երկիր, ստիպելով նրան վերադառնալ Բաքու։ Ըստ APA գործակալության ադրբեջանցի падգամավորը ռուսական կողմի հրավերով էր ուղևորվել Աստրախան, սակայն ռուսական կողմը Մոսկվայի օդանավակայանում նրան թույլ չի տվել նստել դեպի Աստրախան թռչող օդանավը։ Բադամովին ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Մոսկվան որևէ բացատրություն չի ներկայացրել։ Կիրակի օրը ժամեր շարունակ ադրբեջանական մամուլը պարբերաբար հիշեցնում է Ռուսաստանի տարածքում փակի տակ պահվող падգամավորի մասին, մինչև արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն տարածեց, հայտարարելով, որ Բաքուն սա համարում է ոչ բարեկամական քայլ եւ սպասում Ռուսաստանից պարզաբանումների։ Իսկ հայտնի էր, որն էր այս անբարյացակամ ընդունելության պատճառը։ Ադրբեջանական լրատվամիջոցները շտապեցին ենթադրել, որ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի Պետդումայի падգամավոր Նիկոլայ Վալուևի հասցեին Բադամովի հայտարարությունների պատճառով։ Ամիսներ առաջ էր, երբ Բաքուն որոշել էր փակել Ռուսաստանի տունը, Վալուևը, որը ի դեպ Պուտինի կուսակիցն է, իր տելեգրամյան ալիքում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ադրբեջանցիների հասցեին, Բադամովն էլ նույն տոնով հակադարձել էր նրան Facebook-ի իր էջում։ Ռուսաստանյան պետական 10 գործակալություններ միայն վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը հաղորդել, որ Միլի Մեջլիսի падգամավոր Բադամովի Ռուսաստան մուտքի արգելքի պատճառը հենց նրա այդ հայտարարություններն են, հակառուսական հայտարարություններն են։ Լրատվամիջոցը մեջ բերելով իր աղբյուրը գրել էր, ինչպես հայտնի է, ավելի վաղ Ադրբեջան մուտքի արգելք է սահմանվել ռուսաստանցի մի շարք падգամավորների նկատմամբ, վերջին նման դեպքը վերաբերում է Պետդումայի падգամավոր Վալուևին, Մոսկվայում կարծում են, որ նման հարցերը կարգավորելու ճիշտ ուղին դիվանագիտականն է, այլ ոչ թե լրատվամիջոցներով պնդումներ հրապարակելը։ Այսինքն Կիրակի օրվանից, մինչ Բաքուն պաշտոնապես Ռուսաստանից բացատրություններ է պահանջում, Մոսկվան դեռ լուռ է պաշտոնական առումով։
Այո, մինչ օրս Ռուսաստանից պաշտոնական որևէ պատասխան, հայտարարություն, մեկնաբանություն չի հնչել, ինքը Բադամովն է 3 լրատվամիջոցներին որոշ մանրամասներ պատմել իր հետ տեղի ունեցածի մասին։ Rusya Federal Kanunun 114. Kanunu Նա մասնավորապես հայտարարել է, թե օդանավակայանում իրեն ուղեկցել են դեպորտացիայի համար հատուկ վայր, որտեղ ստիպված էր ավելի քան 4 ժամ սպասել, որից հետո իրեն նստեցրել են Բաքու վերադարձող օդանավ։ müdafaa qabiliyyətinin, təhlükəsinin, ictimai sabitliyin təmin Պատգամավոր այս միջադեպը թյուրիմացություն էր որակել, նշելով, որ ապրիլի 17-ից 20-ը մեկնել էր Դաղստան, որտեղ պետական միջոցառման էր մասնակցել եւ այդ ժամանակ հատել էր Ռուսաստանի պետական սահմանը առանց որևէ խնդրի, որևէ ծանուցում չէր ստացել իր մուտքի արգելքի մասին։ tələbdir və orada qeyd olunur ki, Rusiya dövlətinin Նա անգամ պնդել էր, որ նման քայլերը ստվեր են գցում 2022-ին ստորագրված ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցության պայմանագրի հարաբերությունների հետագա սերտացման վրա, եւ սա միայն մեկ իշխանական պատգամավորի կարծիք չէ, հենց անցած օրերին Կալիբեր լրատվամիջոցը, որը հայտնի է Ադրբեջանի իրավապահ համակարգի ու պաշտոնյաների հետ սերտ կապերով հայտնի պարբերական հատուկ հոդված էր հրապարակել այդ մասին, գրելով, թե Բաքուն երբեք օդանավակայանից Ռուսաստանի Պետդումայի պատգամավորի չի արտաքսել, չի եղել դեպք, որ այսպես ասած խայտարակեն ու վերադարձնեն ռուսաստանցի պաշտոնյայի։ Լավ, մի փոքր էլ ետ գնանք եւ հասկանանք, թե ինչից է ծագել երկու պատգամավորների միջև այս հերակա բանավեճը։ Այս միջադեպերը ամիսների պատմություն ունեն։ Նախ Բաքու TV կոչվող ադրբեջանական իշխանամետ հեռուստաընկերությունը ամիսներ առաջ ռեպորտաժ էր հրապարակել, üzerindeki yazıdan da görün agentlerin yuvasına çevrilip. որում հեղինակը Բաքվում գործող ռուսաստանյան մշակութային կազմակերպությունը անվանել էր լրտեսական կառույց։ Սա մի լրատվամիջոց է, որն ըստ անկախ վերահսկվում է ուղիղ Ադրբեջանի նախագահի կնոջ կողմից։ Եվ այս մեղադրանքների ֆոնին Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց, որ ռուսաստանյան այդ կազմակերպությունը թղթաբանական խնդիրներ ունի եւ պետք է կասեցվի դրա գործունեությունը։ Ընդ որում այս ամենը տեղի էր ունենում կայծակնային արագությամբ, մինչ ռուսաստանյան կազմակերպությունը կհայտարարեր, որ պատրաստ է վերացնել այդ թերությունները, համապատասխանեցնել ադրբեջանական օրենքներին, Բաքուն հաջորդի վարգելեց նաեւ Սպուտնիկ ադրբեջանալեզու խմբագրության գործունեությունը եւս։ Այսքանով էլ չսահմանափակվելով Ալիևի վարչակազմը անցանկալի անց հայտարարեց նախագահ Պուտինի կուսակցին Վալույևին։ Баку считает неприемлемыми антиазербайджанские заявления депутата Госдумы Российской Федерации Николая Валуева и признал его персоной нон-грата. Об этом говорится. Հայտնի պատգամավորը առաջարկել էր ի պատասխան փակել ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները Ռուսաստանում, սահմանափակել ադրբեջանցիների բիզնեսները եւ այլ միջոցներ ձեռնարկել։ Այս օրերին իրավիճակը ժամ առ ժամ էր սրվում, ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներն էլ սկանդալային մի նոր հոդված հրապարակեցին, դրանում թիրախավորելով մի խումբ ազդեցիկ հայրենակիցների 5-րդ շարասյուն ռուսների շահերին ծառայողներ հռչակվեցին Ադրբեջանի իշխանության նախկին պաշտոնյաներ, այդ թվում արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը, ըստ հրապարակումների նրանք իբր ցուցումներ են ստացել ռուսական հետախուզության կողմից, որը գործակալական ցանցի միջոցով փորձել է ազդել Ադրբեջանում հասարակական քաղաքական գործընթացների վրա, լուրը լայնորեն տարածվել էր ադրբեջանական լրատվամիջոցներում, թեև պաշտոնաթող Մամեդյարովը, Մեհդիևը այդ մեղադրանքները անհիմն ու կեղծ էին որակել։ Եվ անցած շաբաթ նաև Բաքուն Ռուսաստանին պաշտոնապես մեղադրեց Ադրբեջանի դեմ կիբեր հարձակումների մեջ։ Այս մեղադրանքի ետևում ինչ կա եւ արդյոք սա կապ ունի քո նշած պատմությունների հետ։
Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին միջամտության դեմ պայքարի հանձնաժողովներ հատուկ նիստ գումարել եւ հանձնաժողովի նախագահ Ռամիտ Նամազովը ներկայացրել էր հետաքննության արդյունքներ, որոնք իր խոսքով փաստում են, որ անցած ամիսներին Ռուսաստանի պետական կառույցների հետ առնչություն ունեցող հաքերային խմբեր զանգվածային քիբերհարձակումներ են իրականացրել Ադրբեջանի դեմ։ Кибератака на ряд азербайджанских медиаресурсов была организована из России. Об этом заявил председатель комиссии Милли Меджлиса по противодействию. Նամազովի խոսքով այդ կերպ իբր թե Մոսկվան պատասխանել է Ադրբեջանում ռուսաստանյան կառույցների ռուսական տան Սպուտնիկի ադրբեջանական ծառայության գործունեության փետրվարին կայացված արգելքին։ Եվ ուշագրավ է, որ այս հայտարարություններին անմիջապես հաջորդեցին Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցների հռետորական հարցադրումները, թե սա արդյոք նշանակում է, որ կիբերհարձակումների հրամանն արձակվել է հենց Ռուսաստանի կառավարության կողմից, արդյոք նման մակարդակի գործողությունները կարող են իրականացվել առանց պաշտոնական Մոսկվայի իմացության։ Այս մեղադրանքներին եղել է արձագանք Մոսկվայից։ Ի վերջո, բոլորս գիտենք, որ Ադրբեջանում էլ լրատվամիջոցները գործում են հատուկ հրահանգներով, եւ ակնհայտ է, որ այս դեպքում էլ այդ հարցադրումները հնչում էին ոչ թե լրատվամիջոցի, այլ Ալիևի նախագահականի կողմից։ Այդ մեղադրանքներին Մոսկվայից որևէ արձագանք չկար, ավելին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է մի հարցազրույց տվել Live TV-ած կոչվող լրատվամիջոցին։ У нас начался, как мне кажется, позитивный диалог с азербайджанской стороной. Եվ հայտարարել, թե երկու երկրները քննարկում են կնճռոտ հարցերը, մասնավորապես Բաքվում ռուսական տան գործունեությունը վերսկսելու հնարավորությունը, մի հայտարարություն, որը փետրվարից ի վեր որևէ ադրբեջանցի պաշտոնյա չի արտաբերել, այսինքն ադրբեջանական կողմից նման քննարկումների մասին տեղեկատվություն չի հրապարակվել ու մինչ Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ բանակցություններ են ընթանում, ամեն ինչ լավ է, երեկ Բաքուն հերթական ուղերձը հղեց, հայտարարելով, թե մինչև հիմա Մոսկվան պարզաբանումներ չի ներկայացրել անցած տարի Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական օդանավի կործանման պատճառների մասին, ինչի հետևանքով հիշեցնենք ավելի քան 3 տասնյակ մարդեր զոհվել։ Բայց աղետը տեղի էր ունեցել անցած տարվա դեկտեմբերի վերջին։ Հիմա ինչ որ առիթ կար դրա մասին հիշելու կամ հիշեցնելու։ Այո, ինչպես նկատեցիր, օդանավի կործանումից ամիսներ են անցել եւ փաստացի մինչ օրս Կրեմլը իդեմոս Ռուսաստանի նախագահ Պուտինի չի կատարել Ադրբեջանի նախագահի պահանջները, հիշեցնենք Իլհամ Ալիևը մի շարք պահանջներ էր հնչեցրել, նախ մեղադրել էր Ռուսաստանին տեղի ունեցածի համար, ապա պահանջել գտնել եւ քրեական պատասխանատվության ենթարկել տեղի ունեցածի մեղավորներին, փոխհատուցում տրամադրել տուժածներին, ընդհանուր սպառնացել էր միջազգային դատարան դիմել այդ պահանջների հարցով։ Ռուսիա թերեֆի Ադրբեջանն ուզիչ ստեմելիdir։ Առաջին հերթին ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից, երկրորդ պետք է ընդունի իր մեղքը, երրորդ մեղավորները պետք է պատժվեն, պատասխանատվության ենթարկվեն եւ փոխհատուցում տրվի ադրբեջանական պետությանը եւ տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին։ Սրանք են մեր պայմանները, դրանից առաջինն արդեն կատարվել է 3։ Հուսով եմ, որ մեր մյուս պայմանները եւս կընդունվեն։ Էկիպաժ ուժերնա թեզմինատ Բայց Կրեմլից կարծես եղել էր, չէ՞, ներողություն Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ցավում է կատարվածի համար։ Այո, Կրեմլի ղեկավարը ընդառաջել էր Ալիևի պահանջին, ներողություն էր խնդրել, տեղի ունեցածը անվանել էր ողբերգական միջադեպ։ Хочу выразить соболезнования семьям погибших и всем пострадавшим. Мы сожалеем в этой связи. Мы считаем, что это недоразумение, которое удастся урегулировать в результате двусторонних контактов. Բայց հրաժարվել էր ընդունել կատարվածում Մոսկվայի պատասխանատվությունը։ Եվ Բաքվում ակնհայտորեն նման պատասխանի չէր, որ սպասում էին։ Могу с уверенностью сказать, что вина за то, что азербайджанские граждане погибли в этой катастрофе, лежит
на представителях Российской Федерации. Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը օրինակ, որ պաշտոնական Բաքվի քարոզչական խոսափողն է համարվում, Պուտինի այդ հայտարարությունից հետո հարցեր էր հնչեցրել, թե ինչու է Ռուսաստանը հապաղում ներողություն խնդրել սխալման օդանավ խոցելու համար, ինչու ռազմավարական համագործակցության տառին եւ ոգուն համապատասխան հարաբերությունները չեն ներառում ցավակցություն, կարեկցանք, ներողություն ողբերգական աղետի համար եւ որն է Մոսկվայի կողմից լարվածությունը սրելու իրական պատճառը։ Հիմա այս հայտարարությունների ֆոնին կարող ենք միանշանակ ասել, որ Բաքվի եւ Մոսկվայի հարաբերություններում լարվածություն կամ սառնություն կա։ Բաքվի եւ Մոսկվայի միջև սառնություն, լարվածություն կա, բայց դրան զուգահեռ, որքան էլ տարօրինակ հնչի, կա նաեւ կուռ բարեկամություն։ Լարված 5-6 ամիսները պակաս պատմական իրադարձություններով աչքի չընկան, որոնք գուցե ավելի մեծ պատմական նշանակություն ունեն եւ ավելի հիշարժան են, քան ընթացիկ այս փոխադարձ մեղադրանքները։ Այս ընթացքում կողմերը շարունակում էին իրենց ավանդական շփումները, երկկողմ այցերը, առևտուրը, զուգահեռ Մոսկվայում տեղի ունեցավ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը, որին անձամբ մասնակցեց քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, անցած օրերին էլ Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն էր Ադրբեջան այցելել եւ այդ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային պարգևատրել Սուրբ Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով, ինչպես նշել էր, ավանդական արժեքների, միջմշակութային, միջկրոնական երկխոսության զարգացման համար։ Если говорить о российско-азербайджанских отношениях, то мне кажется, что сейчас все очень неплохо развивается. Дай Бог, чтобы и так дальше было. Вот. Покидая Москву, я имел возможность... Եվ նշենք, որ սա այն դեպքում, որ պատրիարք Կիրիլը վստահենք քաջատեղյակ է, որ Ալիևի ղեկավարած երկրի զինվորականները կամ գուցե քաղաքական իշխանությունը չի խնայել անգամ Շուշիում ռուսական կանաչ ժամ եկեղեցին եւ քաղաք մտնելու հենց առաջին օրերին էր ձեռնամուխ եղել հողին հավասարեցնել այդ կրոնական կոթողը։ Բայց անգամ, այսպես ասած, անզեն աչքով տեսանելի է, որ այս դիվանագիտական սիրալիրությունների, նոր ու հին արձանների, շնորհավորանքների ու մեդալների ետևում տարեց տարի Ալիևը իրեն թույլ է տալիս ավելին, սկսած Ղարաբաղից ռուս խաղապահներին դուրս հրավիրելուց մինչև հրապարակային դեմարշ եւ անուղղակի քննադատություն Կրեմլի հասցեին։ Հիմա ո՞րն է Ալիևի հաշվարկը։ Այս երկու երկրներն այնքան ամուր նախ եւ առաջ տնտեսական թելերով են կապված, որ միամտություն է կարծել, թե ինչ-ինչ տարաձայնություններ գոնե այս ժամանակաշրջանում կարող են փչացնել Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունները։ Նախ Ռուսաստանի կողմից Ադրբեջանի միջոցով նավթի եւ գազի արտահանումն է զգալիորեն աճել եւ երբ Ռուսաստանը կորցրեց եվրոպական շուկայի մեծ մասը Ուկրաինա ներխուժումից հետո, արդյունքում երկու երկրները սկսեցին գազի փոխանակում, Ադրբեջանն իր նավթն է արտահանում Եվրոպա, իսկ ներքին պահանջարկը բավարարում ռուսական գազով։ Это закономерно, потому что Россия и Азербайджан являются важными друг для друга экономическими партнерами. 4 с небольшим миллиарда долларов оборот. Միայն մեկ թիվ առանձնացնենք 2023-ին Ադրբեջանը 4 անգամ ավելացրել է ռուսական նավթի ներկրումը։ Заметно нарастить поставки энергоресурсов на мировые рынки. Особо отмечу наши совместные планы по поводу реализации проекта Север-Юг. Բաքուն դարձել է նաև Ռուսաստանի անփոխարինելի գործընկերը, երբ խոսքը վերաբերում է Իրանից, Հնդկաստանից, Պարսիցծոցի նավահանգիստներից ապրանքների տեղափոխմանը։ Պատահական չէ, որ հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը պարբերաբար քննարկվում է Պուտինի եւ Ալիևի հանդիպումների ժամանակ։ Հենց այս ճանապարհով է Ռուսաստանը արտահանում կամ ներմուծում արևմտյան երկրների կողմից պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները։ Это позволит нам выйти к берегам Индийского океана и использовать эти маршруты ко взаимной выгоде и к взаимному интересу. Եվ անդրամովանական կլիներ, որ Մոսկվան ռիսկի դիմեր այս ամենը Բաքվի հետ բացահայտ հակամարտություն սկսելով։
Այս լարվածության առաջին նշանները ավելի հստակ կլինեն թերևս առաջիկա մայիսին, երբ պարզ կդառնա արդյոք Ալիևը միանում է Պուտինին միասին նշելու համաշխարհային երկրորդ պատերազմում տարած հաղթանակի օրը, թե ոչ։ Շնորհակալություն Լուսինե։ Շնորհակալություն Հեղինե։ Ես ձեզ այսօր հրաժեշտ եմ տալիս, հիշեցնեմ, եթերում էր Ազատություն ռադիոկայանը, խոսափողի մոտ էր Հեղինե Բունյաթյանը։ Կհանդիպենք վաղը նույն ժամին մեկ այլ թեմայի մանրամասները քննարկելու։